Նրան տապանում հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այս օրերին իշխանությանն ուղղված մեղադրանքներից եմ ուզում սկսել մեր հարցազրույցը։ Դուք անվերջ խոսում եք ժողովրդավարությունից, միաժամանակ լռեցնում եք ձեր ընդդիմախոսներին, հովանավանքում շարքային քաղաքացուց, մինչև փաստաբան, բարերար, գործարար, հոգևորականներ, ընդդիմադիր, համայնքապետեր, ես գիտեմ, որ իշխանությունն ունի իր մեկնաբանությունը, իր հիմնավորումները, բայց ինձ ավելի շատ հետաքրքիր է եվրոպացի գործընկերները, արդյոք հետևում են մեր ներքաղաքական իրավիճակին, արդյոք ունեն գնահատական կամ կարծիք եւ արդյոք մտահոգիչ համարում են այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Ես ճիշտ է դուք ասացիք մենք ունենք մեր բացատրությունը, գիտեք դրանց մասին, բայց մեզ լսողները չունեն, միգուցե տեղյակ չեն, հա, ամեն ինչից եւ գնահատական տալ, որ մենք լրացնում ենք այլ կարծիք ունեցողներին, դա բացարձակ ճշմարտությանը չհամապատասխանող է, որպեսզի սուտ չասեմ բառը, որովհետեւ բոլոր այն դեպքերը, որոնց մասին դուք խոսում եք, նկարագրված են քրեական օրենսգրքում։ Մարդիկ, որոնք ձեր ձևակերպմամբ կամ ընդդիմախոսների մեր ձևակերպմամբ լրացվել են, նրանք բոլորը այս կամ այն կերպ խախտել են քրեական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության, որի դեպքում ենթադրվում է տվյալ պատիժը, չգիտեմ, խափանման միջոցը եւ այլն։ Եվ բոլոր այս դեպքերում միևնույն է, քաղաքական իշխանությունը չունի միջամտություն, այսինքն կա ենթադրենք բռնության կոչ, իշխանությունը բռնի զավթելու կոչ, հա, մի եկեղեցականի կողմից։ Իշխանության ներկայացուցիչը դրա հետ կապված ոչինչ չի կարող ասել, կարող է քաղաքական գնահատական տալ։ Գործը հարուցվում է համապատասխան մարմինների կողմից, քննվում է համապատասխան մարմինների կողմից։ Դատարանը անկախ որոշում է այդ մարդու խափանման միջոցի հարցը, միանշանակ անկախ են եւ ես կարող եմ ձեզ ոչ թե ես իմ հիմնավորումը տալ, այլ օրինակ մեջբերեմ մեր ընդդիմադիրների, պատգամավորների, հա, ասածները։ Օրինակ ասում են դուք գործեր եք կարում ընդդիմադիրների վրա, գնում են դատարանում փլվում են այդ գործերը։ Այսինքն փաստում են այն հանգամանքը, որ դատարանում բոլոր գործերը չեն, որ հասնում են օրինակ կալանավորման կամ մեղադրական եզրակացության, հա, գործեր կան, որ դատարանը քննում է եւ գտնում է, որ այդ մարդը չպետք է դատապարտվի եւ չի դատապարտվում։ Ինչպես կարելի է այս երկու հիմնավորումը իրար կողք դնել ու ասել ճիշտ է, որ դատարանում փլվում են գործեր, այսինքն դատավորը ի վերջո չի տալիս մեղադրական եզրակացություն կամ ազատ է արձակում կամ եւ այլն, եւ ասել, որ դատարանները մենք հրահանգում ենք։ Այս երկուսը իրար կողք չի կարող լինել։ Հա։ Կամ մյուս գործը համայնքապետերի մասին եք խոսում։ Վարդան Ղուկասյանը, Գյումրու համայնքապետը, ճիշտ է, նա մտավ քաղաքականություն, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման օրենքներ գործարկվում նրա դեմ եւ ուրեմն նրանից պահանջներ կան գույքային վերադարձի եւ այլն, եւ ինքը դուրս գալուց, երբ որ կանչել էին հարցակնության, դուրս գալուց լրագրողին ասաց, ես ինձ համար հանգիստ ապրում էի, դուք ստիպեցիք, որ ես մտնեմ քաղաքականություն եւ առաջադրվեց որպես համայնքի ղեկավար, թեկնածու եւ ընտրությունների արդյունքում ի վերջո դարձավ համայնքապետ։ Բայց նա մեղադրվում է կաշառքի գործով։ Տեսեք, օրինակ մարմիններն ունենում են կասկած։ Այս դեպքում մտել է համապատասխան մարմինը դատարան, թույլտվություն է ստացել օրինական գաղտնալսում անելու, այսինքն ստացել է թույլտվություն եւ ձայնագրել է։ Սա շատ, այսինքն 100% ճիշտ ձայնագրությունները չեն կարող ասել AI-ի մասին, չեն կարող ասել, որ մոնտաժված է, չեն կարող, ոչինչ չեն կարող ասել, չեն կարող ասել, որ դա նա չէ։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ Վարդան Ղուկասյանը չէ հերքել, հա, որ դա ինքն է եւ այլն։ Եվ այս դեպքում արդեն ձայնագրությունից պարզ է դառնում եւ բոլորը վստահ եմ լսել են, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է գումար եւ այլն եւ հիմա կան բազմաթիվ նաեւ ձերբակալված անձիկ։ Հիմա ստեղ ես որպես իշխանության ներկայացուցիչ, վարչապետը որպես երկրի վարչապետ, չգիտեմ, նախարարը որպես իշխանական, հա, վարչապետի ապարատի նախարար,
ինչ մասնակցություն ունեն այս գործերում։ Երբ որ մարդիկ ուղիղ եթերում անում են կոչեր, հավաստում են իրենց կոչերը, երբ որ մարդիկ, ես օրինակ չեմ իմացել, որ Վարդան Ղուկասյանը գաղտնալսվում է, ես ոչինչ չեմ իմացել, ես իմացել եմ արդեն հայտարարությունը եւ ձայնագրությունն եմ լսել եւ տեսել եմ, որ փաստորեն սենց բան է կատարվում։ Եվ բնականաբար գործը քննվում է։ Ինչպես կարող եք հիմա դուք ինձ մեղադրել տվյալ անձանց լրացնելու մեջ։ Դուք չեք կարող դրանում ինձ մեղադրել։ Իշխանությունը չեք կարող մեղադրել։ Կմեղադրեք, երբ որ Վարդան Ղուկասյանը իր համար նստած է, մեկ էլ իրան բռնում են, տանում են, փակում են եւ ասում են վերջ։ Նա կաշառակեր է։ Եվ որ չկան դրա փաստերը։ Կամ երբ որ կաշառակերության համար ենթադրենք հասնում է, չգիտեմ հիմա օրենքով ինչքան, բայց 5 տարի ենթադրենք իր գործած մեղքը 5 տարի ժամկետ է ենթադրում, բայց մենք նրան դատում ենք 10 տարի ժամկետով, 7 տարի ժամկետով։ Կարող եք ասել նա քաղբանտարկել է, որովհետև նրա արարքը ենթադրում է այս պատիժը, բայց դուք նրան ավել պատիժ եք տալիս, որովհետև նա այլախոհ է։ Տիկին Հակոբյան, Հովանավանքում քաղաքացին, երբ որ բղավում էր, որ Տեր Արամը իրավունք չունի պատարակ մատուցելու եւ այդ քաղաքացուն բռնի ուժով բերանը փակելով դուրս հանեցին։ Այս դեպքն էլ են կոնկրետ մատնանշում կամ փաստաբանը, որը Facebook-յան գրառում էր կատարել, գուցե այո, ամբար է խիղճ կամ չգիտեմ ինչպես բնութագրել լեքսիկոնը, որով գրառումը արվածել, բայց դրանց համար ենթադրում է այնպիսի ուրեմն բովանդակություն, որը ենթակա է այն գործողության, հա, ենթադրենք խափանման միջոցն է կիրառվել, հոդված է դա։ Հասկանում եք, երբեմն մարդիկ մտածում են քաղաքացիները, որ իրենք պետք է կոնկրետ ինչ-որ բան անեն, ենթադրենք, ասում են այ բռնության կոչի համար, խոսքի համար մարդուն տարել են եւ բան են արել, ազատություն ցրկել են։ Բայց ախր կան հոդվածներ, որոնք ենթադրում են կոչի համար կալանավորում կամ քրեական պատասխանատվություն, հա, բռնության կոչի համար։ Այդպես է նկարագրված։ Այսինքն ոչ թե պետք է ինքը բռնություն գործադրի, ենթադրենք հրապարակային իշխանությունը բռնի զավթելու կոչը։ Այս կոչը համարվում է արդեն փաստը, հա, համարվում է եղած, երբ որ այդ հրապարակային կոչը հրապարակային եղել է, հնչել է, վերջ համարվում է հանցագործությունը կատարված։ Այսինքն այլ փաստեր, այլ ապացույցներ պետք չեն, դա ապացույցն է արդեն։ Եվ դրա համար ենթադրվում է, ասացի, նկարագրված հոդվածը։ Շատ լավ, իսկ Հովանավանքում քաղաքացու հետ կապված ես այդ փակել դուրս բերել եւ հիմնական հարցը եվրոպացի գործընկերները արդյոք հետևում են եւ ունեն մտահոգություններ, դիտարկումներ։ Տեսեք, կոնկրետ Հովանավանքի դեպքը ես այդ կադրերը տեսել եմ, ես դրա հետ կապված չեմ կարող հիմա որևէ բան ասել, որովհետեւ չգիտեմ արդյոք ինչ որ քննություն կատարվում է եւ այլն, ես չեմ կարող ոչինչ ասել։ Իրավական դաշտ եթե չգնանք, որքանով էր զուտ տեսարանը։ Տեսեք, եթե էսթետիկ առումով նայենք, եկեղեցուն բղավել եւ այլն, սա այսպես թե այնպես ով է եկեղեցուն բղավում, հա? Դուք որ եկեղեցի եք գնում, անգամ հեռախոսով չենք խոսում, անգամ կա նշան ցուցանակ, որ բարձր չխոսել, հեռախոսից չօգտվել եւ այլն եւ այլն, այսինքն սա էթիկական նորմեր են, որոնք պետք է պահպանել եկեղեցում գտնվելու ժամանակ, որովհետեւ մարդիկ աղոթում են, մարդիկ Աստծո հետ են հաղորդակցվում եւ այլն, եւ այդտեղ գալ ինչ որ անձնական հարցեր, գոռալ, միտինգ անել, արա դրսում, եկեղեցու ներսում պետք չի դանել, այսինքն այս առումով ես ինքս էլ ենթադրենք, եթե իմ կողքը մարդ բարձր խոսի, ես ինքս նրան կսաստեմ, որովհետև դա այդ տեղը չէ, որտեղ պետք է բղավել։ Խոսքով նորմալ էր այն ամեն ինչ։ Նորմալ չէ մարդու բերանը փակել, բայց մյուս կողմը դուք ինձ հիմա գնահատական եք ուզում, ոչ իրավական։ Ասում եք, շատ լավ, իրավականը դնենք մի կողմ, դուք ինչպես եք գնահատում։ Գնահատում եմ, որ եկեղեցում պետք է պահպանել լռություն։ Եկեղեցում էլ տեսել եմ այդ ցուցանակը իդեպ, որ պետք է պահպանել լռություն։ Բացի այն, որ դա նաև դու ենթագիտակցորեն հասկանում ես, որ դա այն տեղը չէ, որտեղ պետք է գնալ, բարձր ծիծաղել, չգիտեմ, գոռալ, կռվել, հեռախոսով խոսել, անձնական հարցեր բանանել։ Դա ներքուստ գիտենք մենք, բայց նաև կան նաև համապատասխան նշումները եկեղեցում, ներսում փակցված, ենթադրում եմ եկեղեցականի կողմից։ Այստեղ մարդիկ կենտրոնանում են զուտ մեթոդների վրա, լավ, եթե մեթոդների հետ կապված ես չգիտեմ ով էր բանը մարդը, որը բերանը փակում էր, եթե նա պետական ծառայող է, ծառայական քննություն է իրականացում։ Ես չգիտեմ սրա հետ կապված
գործ կա, քննվում է թե ոչ, դրա համար իրավական գնահատական ես չեմ կարող տալ։ Ես կարող եմ տալ այն գնահատականը, որը տվեցի։ Ամեն դեպքում ճիշտ չէ մարդու բերանը փակել, փորձելով լրացնել։ Մյուս կողմից, ճիշտ չէ եկեղեցում բղավել, գոռալ, ինչը մենք տեսանք տեսանյութում։ Շատ լավ։ Եվրոպացի գործընկերների մասով ունեք ասելիք, այսինքն իրենք հետևում են զարգացումներին, ձեր հետ կիսվում են, եթե ունեն մտահոգություններ, այդ մասին բարձրաձայնվում է թե ոչ։ Ես ինքս միջխորհրդարանական միության վեհաժողովից եմ գալիս եւ այնտեղ չեմ լսել որևէ սրա հետ կապված մեկնաբանություն եւ չեմ կարող տալ որևէ գնահատական։ Իմ այն գործընկերները, որոնք առնչվել են, միգուցե, նման, գնահատականների հետ, միգուցե նրանք կարողանան այս հարցին պատասխանել։ Ես ինքս չեմ լսել որևէ սրա հետ կապված քննադատություն, ասում գալիս եմ միջխորհրդարանական միության վեհաժողովից, որին մասնակցում են աշխարհի շուրջ 180 երկրից պատվիրակություններ, պատգամավորներ եւ այնտեղ որևէ նման քննադատություն ես չեմ լսել։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, հիմա ըստ էության անդրադառնանք վերջին օրերի ամենաբուրն իրադարձությանը, հոգևորականներ, իշխանություն այս արճակատումը հեղափոխությունից հետո շարժում էր ձևավորել, որը փորձում էր փոխել կաթողիկոսին եւ երեք իմ տաղավարում ինձ հիշեցրեցին, որ նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ եթեր մտավ եւ ասաց, որ չի խառնվելու եկեղեցու գործերին եւ այդպիսով ըստ էության նպաստեց, որպեսզի այդ շարժումը չկայանա։ Հիմա ինչու չեն գտնում կողմերը համերաշխության, փոխգործակցության եզրեր։ Այս արճակատումը որքան է խորանալու, ունեք բացատրություն, ինչու այն ժամանակ վարչապետը օրինակ պաշտպանեց կաթողիկոսին ըստ էության։ Եվ հիմա այսպիսի սուր պայքար է մղվում 18 թվականին ոչ թե վարչապետը պաշտպանել է կաթողիկոսին, այլ ըստ էության օրենքով գործել է։ Պետք է իշխանությունը չխառնվի եկեղեցական որոշումներին, եկեղեցին չպետք է խառնվի քաղաքական որոշումներին։ Հետևաբար մենք այդպես էլ շարունակում ենք, այսինքն որ այստեղ պաշտպանելու կամ չպաշտպանելու հարց չկար։ Ոչ ոք չի կասկածում, չէ, որ հատկապես 18 թվականին, եթե վարչապետը ուզեր կաթողիկոսը փոխվեր, խառնվեր, ցանկություն ունենալ խառնվեր, ուրեմն եկեղեցական գործերին, դա շատ հեշտ անգամ մեկ փոքր լայվի արդյունքում կլիներ, բայց այդպես չի եղել։ Ես մի առիթով անգամ ասել եմ, անգամ այն մարդիկ, որոնց բոլորը վստահ են, որ այդ մարդը կոռուպցիոներ է եւ պետք է, չգիտեմ, պատերի տակ գյուլել այդ մարդկանց, եթե մենք ունենայինք ցանկություն ժողովրդավարությունից դուրս քայլել անելու, այդ ժամանակ այնքան լեգիտիմություն ունենք, ինչ ուզենք կարող ենք անել։ Այո, հենց դա էլ մատնանշում ենք հիմա, բայց մենք անգամ այդ շրջանում, երբ որ մենք անփորձ էինք որպես իշխանություն, երբ որ մենք ունեինք այդ աստիճան, ուրեմն այդ էйֆորիկ շրջաններ, մենք անգամ այդ ժամանակ չենք մեր սկզբունքներին դեմ չենք գնացել։ Հասկանում եք։ Հիմա էլի մենք մեր սկզբունքներին դեմ չենք գնում։ Մենք եկեղեցական ժողով չենք հրավիրում։ Մենք որևէ այնպիսի գործողություն չենք անում, որը կլինի խառնվել, հա, որպես իշխանություն հոգևորականների որոշումներին։ Մենք ասում ենք հարգելի հոգևորականներ, հարգելի եկեղեցական խորհուրդ ժողով, մարմնի անունը հստակ չեմ հիշում։ Հրավիրեք ձեր այդ ժողովը, քննարկեք այն հարցը, որը կա բոլոր քաղաքացիների մոտ։ Այսինքն կաթողիկոս չի կարող լինել մարդ, որը կուսակրության ուխտը պահած չէ։ Վարչապետը նոր է իմացել դրա մասին, Տիկին Հակոբյան։ Տեսեք, այդ խոսակցությունները վաղուց եղել են։ Դա խոսակցություններ են մարդկանց մեջ եւ բոլորիս հետ կապված տարբեր խոսակցություններ կարող են լինել։ Բայց երբ որ կա արդեն փաստեր, արդեն հավաստի են այդ խոսակցությունները, դրանք ուղղակի բամբասանքներ չեն, այդ դեպքում արդեն դուք եթե համարում եք պետք է խնդիրը ուղղակի փակել, ես այդ մարդկանց, ովքեր այդպես են մտածում, ես այդ մարդկանց մասին կունենամ երկու կարծիք։ Առաջի կարծիքն այն է, որ այդ մարդը ինքը հոգևորական չէ, քրիստոնյա չէ եւ իր համար մեկ է ինչ է այդտեղ կատարվում, ենթադրենք աթեիստ է, ենթադրենք եւ իրեն մեկ է ինչ է կատարվում եկեղեցում։ Եվ երկրորդը կասեմ, որ այդ մարդիկ պարզապես բան են,
Դա իրենց համար գործել է ոչ է, խնդիրը տեսնել, փակել, կոծկել եւ խորացնել այդ խնդիրը։ Հիմա մենք ես ինքս չեմ գտնում, որ խնդիրները պետք է կոծկել, փակել եւ ավելի խորացնել։ Եթե խնդիր է լինում, անգամ առողջության վրա էլի եկեք բան անենք, մի հատ օրինակը բերենք։ Երբ որ դու ունենում ես ինչ-որ ցավ, քեզ խանգարող ինչ-որ մի բան առողջության հետ կապված, դա մոռանալ, դա ասել այդպես չէ, հա, չգիտեմ, դա չի բուժելու, չէ, խնդիրը։ Դա ավելի է խորացնելու խնդիրը եւ ինչ որ մի օր հասնելու այնպիսի իրավիճակի, որ այլևս ուղղակի այդպես դեղորայքով բուժում հնարավոր չէ, հա։ Պետք է արդեն շատ լուրջ վիրահատական միջամտություններ անել։ Հիմա այս հոգեվոր մեր խնդիրները հասել են այնպիսի մի փուլի, որտեղ արդեն դեղորայքային բուժում հնարավոր չէ։ Արդեն պետք է վիրահատական միջամտություն անել, որովհետեւ այնքան ակնհայտ է խնդիրը կապված նույն Կտրիշ Ներսիսյանի հետ, որ անհնար է արդեն ուղակի, հա, այդպես ինչ որ խորհրդով, ինչ որ մի բանով հարց լուծել։ Երբ որ այդ եկեղեցականները չեն նստում եւ չեն քննարկում այս հարցը, սա մեկ բացատրություն ունի։ Այդ եկեղեցականները այդ խնդիրը գիտեն, բոլորը դրա հետ առնչվում են, բոլորը 100% դրանում վստահ են, բայց երբ որ դա արդեն արձանագրվի, դրա մասին խոսվի եւ բարձրաձայնվի, այսինքն այդ հարցը քննարկվի, Կտրիշ Ներսիսյանը պետք է շատ արագ լքի վեհարանը, որովհետեւ նա ի սկզբանե չպետք է լիներ այդ պաշտոնին, հասկանում եք, ու դա ես չեմ հորինել, դա վարչապետը չի հորինել, դա իրենց կանոնագիրք հայոց, որով իրենք նաև առաջնորդվում են, կանոնագրքում է, եւ իրենք դա ընդունել են, կապել են Աստծու հետ այդ ուխտը եւ դրա համար են դարձել բարձրաստիճան հոգեվորական։ Նույն Տեր Արամը չի կարող լինել կաթողիկոս, որովհետեւ նա ամուսնացյալ քահանա է, նա չի թաքցրել իր ամուսնացյալ լինելը, հա։ Եվ շատ հոգեվորականներ, բայց նրանք նաև ի սկզբանե գիտեին, որ լինելով ամուսնացյալ, նրանք չեն կարող հավակնել ավելի բարձր, հա, պաշտոնների, հոգեվորական պաշտոնների մասին եմ, եկեղեցական պաշտոնների մասին եմ խոսում։ Այսինքն կաթողիկոսը համեն, այսինքն հա պաշտոնի համար ինքը տենց խաբել է Աստծուն եւ ժողովրդին, որ ինքը կուսակրոն է, բայց փաստ կա, որ նա կուսակրոն չէ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Տիկին Հակոբյան, դուք ասացիք պետք է մեկը մյուսի գործերին չխառնվի ըստ էության։ Հիմա փոփոխության անհրաժեշտություն տեսնելը իշխանության երկրի ղեկավար կազմում փոփոխության անհրաժեշտություն տեսնելը, ընդամենը դրա մասին հայտարարելը, սա միջամտել է ձեր գործերին, իշխանության գործերին միջամտություն է, որտեղ նույն բանը իշխանությունն է անում, այսինքն ընդամենը փոփոխություն է տեսնում է ղեկավարի, կաթողիկոսի, առաջնորդողի, հոգևոր հոր փոփոխության անհրաժեշտություն ընդամենը։ Հիմա երբ որ երկու կողմը նույն մակարդակի հայտարարություններ են հնչեցնում կամ մեղադրանքներ, սա մեկը մյուսի գործերին առնչվել է, ինչպես մենք հասկանանք այդ մեկը մյուսի գործերին չխառնվելու ձևակերպումը։ Մենք մեր կուսակցության գրասենյակում եկեղեցի ենք բացել եւ հրավիրում ենք հասարակությանը գալ եւ մեր քաղաքական թիմի որևէ մեկի պատարակը լսել։ Մենք այդպիսի բան արել ենք։ Ոչ։ Իսկ մայրաթորը դարձրել են Հայաստան Դաշինքի գրասենյակ։ Դուք տեսել եք նաև կադրերը, լոգոները փակցված։ Դուք լսել եք բազմաթիվ խոսակցություններ եկեղեցականների, Տեր աղան օրինակ ասում էր, որ իրեն ստիպել են իր որդեկորույս մորը, հա, որտեվ քահանայի եղբայրը զոհվել է 44 օրյա պատերազմում, ստիպում են իր մորը տանել իշխանության դեմ միտինգների եւ դրա համար իրեն կարելի ասել արտաքսել են, այնպիսի պայմաններ են ստեղծել, նա հրաժարվել է հոգևոր ծառայությունից եւ դուք նաեւ այդ ձայնագրությունում կարող եք լսել, որ նա բնավ մեր իշխանության աջակիցներից չէ, հա, արտահայտվելու ձևը, բայց դա չի նշանակում, որ հա նա բանը պետք է վերցնի իր մորը եւ տանի միտինգների, հա, բայց դա պահանջել է կաթողիկոս կոչվածը։ Էլ չեմ ասում, որ մի իր ուրեմն այդ շարժումը օրնած, չէ, կաթողիկոսը օրնել էր բանի Բագրատ Գալստանյանի շարժումը եւ Բագրատ Գալստյանը վարչապետի թեկնածու էր։ Խառնվելը սա է։ Ոչ թե այն, որ մենք որպես քրիստոնյաներ ասում ենք, որ մեզ համար անընդունելի է եկեղեցում տիրող այս բարքերը։ Այլ բաների մասին դեռ չեմ խոսում, ես միայն խոսում եմ դեռևս այս հարցերի մասին, բայց կան նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնց ապացույցները լինելու դեպքում արդեն էլի իրավապահ համակարգը թող զբաղվի։ Այսինքն համեմատել մեր հայտարարությունները, մեր բարձրացրած խնդիրները բանի հետ, նրա հետ ինչը կատարվում է եկեղեցում այսօր, սա անհամեմատելի է։ Մենք ասում ենք թող պատասխանի Կտրիչ Ներսիսյանը։ Այդպես է, թե այդպես չէ։ Երբ որ պատասխանի, որ այդպես չէ, դա ավելի է խորացնելու իր մեղքը։ Դրա համար նա լուռ է։ Իսկ քանի որ լուռ է, դա համաձայնության նշան է, որովհետև երբ որ ինքը անհամաձայն է լինում որևէ հայտարարության հետ, նա հայտարարություն է տարածում։ Անպայման տարածում է։ Օրինակ, երբ որ իր հոգևորականներից մեկը Մերձ Բալթյան այդ թեմի առաջնորդը օրհնել էր խաղաղության ճանապարհը, վարչապետը երբ որ այցելել էր, չեմ հիշում Լատվիա թե Լիտվա, եւ օրհնել էր խաղաղության ճանապարհը, շատ արագ Կտրիչ Ներսիսյանը հայտարարություն տարածեց Մայրաթորի անունից, որ սա եկեղեցական ամբողջ եկեղեցու դիրքորոշումը չէ, հա, նրանք խաղաղությունը չեն օրհնում։ Դա միայն այդ հոգևորականի հայտարարությունը։ Հետևաբար այն հայտարարությունը, որի հետ այն բաները, որի հետ համաձայն չեն, անպայման բարձրաձայնում է։ Մեր տված հարցին պատասխան չի տվել։ Մենք բարձրաձայնել ենք հարց։ Հարցին պատասխան չի հնչել։ Եվ այդ հարցը չի կարող միջ իր մահը մնալ օդում կախված։ Դա հարց է, որը պետք է հասցեագրվի, պետք է պատասխանվի, որովհետև մարդիկ էլ ունեն այդ։ Ես երեք նայում էի մի ընդդիմադիր լրատվամիջոց հարցում էր իրականացրել հենց վաղաշաբաթում համայնքում բնակիչներից, հարցնելով ինչպես եք վերաբերում իշխանության այս բաներին, եկեղեցու դեմ, այդպես ուղղորդելով եւ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բացառությամբ 1-2 դեպքի համակարծիք էր իշխանության բարձրացած հարցերի հետ։ Դա
ուզում եմ շեշտել, ընդդիմադիր, ծայրահեղ ընդդիմադիր լրատվամիջոցի հրապարակած հարցումներ են 3 կատարված։ Շատ լավ։ Ես կարող եմ տրամադրել լինքը։ Այսինքն մարդկանց մեջ էլ այս խնդիրները կան, այս հարցերը կան, որոնց իրենք ուզում են պատասխաններ ստանալ։ Տարբեր թեմաներ կան հոգեվորականների հետ կապված, բայց մենք այդ հոգեվորականներին ախր մի ժամանակ օրինակ այտենց մտածում ենք լավ ամոթ հա, այս հարցին չանդրադառնանք, դա պոպուլյար չէ այդպեսի բան ասելը, չէ որ հոգեվորական է, բայց մյուս կողմից երբ որ մենք խոհանոցում մեր մայրիկի հետ, մեր, հա, չգիտեմ, ամուսնու հետ կամ չգիտեմ, եղբոր քրոջ հետ խոսում ենք, մենք այդ հարցերի մասին խոսում ենք, գիտենք, չէ՞ ինչպես։ Էլ չեմ ասում, որ դուք կնքվելիս, ձեր երեխաներին կնքելիս, ամուսնանալիս, փնտրում եք, չէ՞ հոգեվորական, մոտիկ եկեղեցին չեք գնում քահանայի հետ պայմանավորվում։ Դուք փնտրում եք այն մաքուր հոգեվորականին, որը պետք է պատիվ ունենա ձեզ պսակելու։ Ինչի ենք փնտրում։ Որտեւ ամեն հոգեվորականի չենք վստահում։ Այս հարցերը կան, բայց երբ որ դրա մասին խոսում ես, ասում են վերջ, բան։ Այո, անդրադառնանք հաջորդ մեղադրանքին Տիկին Հակոբյան։ Տեր Արշակի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակում այստեղ մի կողմ ենք դնում դրա օրինականությունը, արդյոք դրանք իսկապես տեսանյութերում հենց այդ մարդն է թե ոչ, վիճարկում է ընդդիմությունը ամեն դեպքում եւ հրապարակումը որքանով է օրինական թե ոչ, դա մոռանում ենք, ոչ այնքան այդ տեսանյութերի հրապարակումը անձի վարկաբեկման մասին է, որքան եկեղեցու որպես ինստիտուտի եւ դուք դա անում եք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համագործակցության, որովհետեւ լսեք, խնդրում եմ մեղադրանքը մինչեւ վերջ, ասում եմ Փաշազադեի ամեն փոխեք, դուք մեզ եք մեղադրում ենթադրյալ տեսանյութի համար։ Ձևակերպումը փոխեք։ Տեսանյութի համար ձեզ չեմ մեղադրում, ես ընդհանուր մեղադրանքն եմ ձևակերպում, ասում են պատահական չէ, որ Փաշազադեի ամեն մի հայտարարությունից հետո այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում ներսում։ Այսինքն դուք իշխանությունը հիմա տեսանյութը, որը հրապարակվել է, դրանով ոչ թե հոգեվորականին է վարկաբեկում, այլ եկեղեցուն որպես ինստիտուտ։ Սա իմ ձևակերպումը չէ, սա իմ մեղադրանքը չէ, սա ընդհանուր մի զանգվածի մեղադրանք է, որը ես փորձեցի ձևակերպել։ Ես ելնում եմ այն կանխավարկածից, այսինքն վստահում եմ այն հայտարարությանը, որն արել է Արշակ հասկանալի չեմ հիշում, հոգեվորականը, որովհետև ինքն ասել է, որ դա ինքը չէ։ Ես չեմ կարող այլ բան ասել եւ ասել դա ինքն է։ Ես քավլիցի, ես մեկն եմ այն քաղաքացիներից, ով գիտի, որ այդպիսի ինչ որ տեսանյութեր կան, որտեղ անձը նման է Արշակ քահանային եւ բնականաբար երբ որ մարդ ասում է դա ես չեմ, ես ինչի պետք է ասեմ դա ինքն է։ Ես չեմ կարող ասել դա ինքն է։ Մյուս կողմից չի կարող լինել օրինական ասացիք ոչ օրինականությունը չենք վիճարկում։ Ես դրանք այո դնում եմ մի կողմ, որովհետև մենք մարդու չենք կարող հստակ ասել։ Լոգարանում տեղադրվել տեսանյութ եւ դա լինել օրինական, հա, դա անձնական շատ խիստ անձնական տարածք է եւ այլն, դա օրինական չի կարող լինել։ Իշխանությունը չի կարող բան ունենալ, հա, նման բան անել։ Նաեւ դες ասեմ, որ սա մենակ հիմարը կարող է չհասկանալ, որ սա վնաս է իշխանությանը, եթե իշխանությունն անի նման բան, սա ուղիղ վնաս է, որովհետև ցանկացած մարդ ունի անձնական կյանք, եւ ցանկացած մարդ իր վրա է պրոյեկտում տեղի ունեցածը։ Մի կողմ եմ դնում, ինչպես ենք վերաբերվում այդ մարդուն, ինչպես չենք վերաբերվում, սիրում ենք, չենք սիրում, հարգում ենք, չենք հարգում, մի կողմ եմ դնում։ Ցանկացած մարդ մտածում է, որ դա կարող է իր հետ լինել, եւ բոլորն ունեն անձնական կյանք։ Որպես մարդ եմ ասում, որպես մարդ։ Այո, ես հենց դա էլ եւ դա խիստ քննադատելի է, անընդունելի է եւ անգամ քննարկումները, չգիտեմ, սկրիններ դնել, այդ տեսանյութերը հրապարակել, դա շատ վատ բան է եւ չի կարելի դա անել, պետք է զերծ մնալ։ Ես նաեւ խնդրել եմ իմ էջում, որ եթե իմ ընկերների մեջ կան մարդիկ, հա, տեսնեն, որ խնդրել եմ, որ չտարածել այդ բովանդակությունը, անկախ նրանից դա ճիշտ է թե սխալ, որովհետեւ դա վարկաբեկում է մարդուն։ Մարդն ասում է ես չեմ, ես հավատում եմ դա ինքը չէ, վերջ։ Մյուս կողմից, եթե ասում եք բանը, անձնական կյանք, չի կարող այդ մարդը ունենալ անձնական կյանք։ Սա եկեք նորից ֆիքսենք, որ ես քննադատում եմ, դա ծայրահեղ անընդունել է, ում հետ ուզում է լինել, հոգեվորական լինի, ընդդիմախոս լինի, չգիտեմ, թշնամի լինի, բոլորի հետ կապված, սա խիստ քննադատելի է, անընդունելի է։
Եվ սա մեր հետ կապ չունի, դրա համար ասում ձեր ձևակերպումը խնդրում եմ փոխեք։ Սա չգիտեմ որտեղից հայտնված ինչ որ տեսանյութ է, որը կարող անել ցանկացած մարդ եւ իր տուն մուտք ելք ունեցող, եթե դա իրենց անձնական, տունն է, չգիտեմ ինչ որ տան կադրեր համենայն դեպս, չգիտեմ ով է արել, ինչի է հրապարակել եւ դրա հետ կապված կա իրավական այդ հարցը լուծելու հնարավորություն, եթե չեն դիմել դեռևս դատարան, կխնդրեմ դիմել իրավապահ համակարգին եւ ուրեմն պահանջել, այս ամեն ինչի պարզաբանում։ Մյուս կողմից անձնական կյանք, ինչպիսին դա կլինի, ում հետ կլինի, ինչ կողմնորոշմամբ կլինի, չի կարող ունենալ հոգևորականը, չի կարող պարզապես, եթե նա ամուսնացյալ չէ, եթե նա կուսակրոն է, չի կարող ունենալ եւ վերջ, չկա անձնական կյանք։ Կտրիչ Ներսյանը չի կարող ունենալ անձնական կյանք։ Արշակ Սրբազանը չի կարող ունենալ, չի կարող պարզապես։ Մեկ խոսում են, ասում են ոչ ավանդական կողմնորոշում, չգիտեմ, բարեկամական կապով մարդու հետ կապ։ Այդ ամենը մի կողմ եմ դնում։ Պարզապես չի կարող ունենալ անձնական կյանք հոգևորականը եւ վերջ։ Չենք քննադատում, չենք քննարկում, ում հետ է այդ անձնական կյանքը, ավանդական է թե ոչ ավանդական է կողմնորոշումը, չգիտեմ ինչ է։ Հիմա մյուս հատվածին մեղադրանքի Տիկին Հակոբյան, որը ամենայինց համար անցանկալի մեղադրանքն է, երբ ասում են, որ այս ամենը պատահական չէ, պարզապես իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը, որը խնդիր է լուծում հայկական եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, որը ամենաազդեցիկն է աշխարհում, ուղղակի վարկաբեկի։ Դուք տեսել եք ինչ-որ հարց, որը ընդդիմությունը չի փաթեթավորում թուրք-ադրբեջանական պահանջի ներքո։ Խաղաղությունը թուրք-ադրբեջանական պահանջ է, այստեղ խաղաղությունը ինչքան լավ բան է։ Ասեք, որ խաղաղությունից լավ բան չկա այս աշխարհում։ Մենք բերել ենք խաղաղություն, մենք խաղաղության համաձայնագիր ենք նախաստորագրել, մենք տեսնում ենք դրա հետևանքները, գիտեք, որ որպես տարանցիկ երկիր Ադրբեջանը սահմանափակումը հանել է Հայաստանի համար, հայտարարություններ են հնչում, որ խաղաղությունը կա հողի վրա, մենք նաև տեսնում ենք, որ իրականում տարի 8 ամիս է չկա զոհ սահմանին թշնամու կողմից, մյուս կողմից կրակոցի եւ այլնի արդյունքում։ Խաղաղությունը էլ ինչպես ենք ուզում, նաև ուզում եմ ասեմ, որ միայն ուղղակի իրար չսպանելը չէ խաղաղությունը։ Խաղաղությունը նաև որոշակի համագործակցությունն է, ինչ որ հարաբերություններ սկսելն է, որովհետեւ դա երկարատև լինի, եթե ոչ հարատև է խաղաղությունը։ Հիմա մենք տեսնում ենք, որ սա կա տևական ժամանակ է, կան փաստաթղթեր ստորագրված, կան հայտարարություններ եւ այլն։ Մենք ասում ենք խաղաղություն, ասում եմ ոչ, դա թուրք-ադրբեջանական պահանջ է մեզ։ Ձեր փաթեթավորում է, որպեսզի լավ բանը փաթեթավորվի հակառակորդ երկրի պահանջ, որպեսզի հակազդեցություն լինի հասարակության մեջ։ Եկեք ուրեմն փոխենք ձևակերպումը, ինչպես անենք, որպես Հայաստանի իշխանության ներկայացուցիչ, որպեսզի թշնամին գոնե այդ պահին մեր ներքին օրակարգերը չծառայեցնի մեր դեմ, այսինքն չուղի մեր դեմ եւ չօգտագործի, չշահարկի։ Հակառակորդը կարող է ցանկացած բան շահարկել։ Եվ մենք էլ կարող ենք ցանկացած բան շահարկել։ Շահարկում է, բայց պետք է նայել դրա ճիշտ է։ Հիմա դուք ասում եք Փաշազադեն ինչ հայտարարություն անում է։ Ես անձամբ ես չեմ հետևում Փաշազադեի հայտարարությանը։ Գիտեք ինչու։ Որովհետև ես այդ կրոնի հետևորդ չեմ։ Ես քաղաքական գործիչ եմ, ենթադրենք, եւ ինձ հետաքրքիր է օրինակ Ալիևի հայտարարությունները, իրենց տարբեր քաղաքական գործիչների տարբեր հայտարարություններ, հարցազրույցներ եւ այլն, դա բնական է։ Մեր քաղաքացիներն էլ պետք է հետաքրքրի քաղաքական հայտարարությունները, որովհետեւ դա իրենց է առնչվում։ Ինչ որ հոգեվոր առաջնորդի ինչ որ հայտարարություն, ինչի պետք է մեր հոգեվոր ուրեմն կողմնորոշման հետ չհամընկնող, ինչ որ մի երկրի, ինչ որ մի հոգեվորականի, ինչ որ մի հայտարարություն մեզ հետաքրքրել է, ես անձամբ չեմ հետևում, բայց եթե կան ընդդիմության մեջ մարդիկ, որոնք հետևում են, հետաքրքիր է, միգուցե, առաջնորդվում են այդ հայտարարությունները, թող հետևեն։ Հետևեցին։ Տեսնում են ինչ որ հայտարարություն է անում եւ շատ նորմալ է, որ նաեւ տեղեկատվական պատերազմներ կան այսօր, մենք տեղեկատվական դաշտում ենք բանի մեջ, հակամարտության մեջ լինում եւ ոչ միայն օրինակ Ադրբեջանի հետ,
աշխարհում դա բան է, հակամարտություն է եւ շատերը ինչ որ հայտարարություններով փորձում են ինչ որ դիվիդենդներ ունենալ եւ դրա համար պետք է ունենալ որոշակի մեդիագրագիտություն, պետք է սեփական վերլուծություններ անել, փաստերն իրար կողք դնել, հա, նույն կերպ ասում են բանը ասում են Ալիևի պահանջով ուզում եք սահմանադրություն փոխեք։ Դուք չեք կարծում, որ Ալիևը եւս գիտի, որ Հայաստանում հակազդեցություն է առաջանում իր հայտարարությունների հետ կապված։ Եվ Ալիևը գիտի, որ Հայաստանում իրեն բնականաբար չեն սիրում, եթե ավելի կոշտ չասեմ։ Դա բան է, չէ, 100% ճշմարտություն։ Եթե Ալիևը այդքան ուզում է, որ մեզ մոտ սահմանադրություն փոխվի, նա այդ գիտակցումը ունի, չէ, որ եթե ինքը ասեց դուք պիտի փոխեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի գնա եւ փոխի, չէ։ Այս ամեն ինչը շատ պարզ է։ Եվ հիմա ես ուզում եմ պատերազմի բան էլի բովանդակություն է ձեզ բան անել։ Այսինքն միգուցե այդքան այդ բանը ցանկությունը չկա, որ մեզ մոտ ի վերջո կարգավորվի ներքին հարցերը եւ էլ չլինի այն խոցելի կետը, որի վրա կարելի է հղում անել անընդհատ։ Հա։ Իսկ միգուցե դրա համար է Ալիևը այդ հայտարարություններն անում։ Մի կողմ դնելով Ալիևի կտորը, քանի որ խոսեցինք սահմանադրության փոփոխության մասին, եւ մենք նոր սահմանադրության մասին խոսել ենք դեռևս 18 թվականին, դեռևս 20 թվականին եւ փառք Աստծո հիմա այդ խոսակցությունները ուղղակի հիշելու մակարդակով չէ, կան նաեւ փաստեր, հարցազրույցներ, ամսաթվով ուրեմն YouTube դրված տեսանյութեր, որոնք փոխել հնարավոր չէ, դրա համար ժամանակագրությամբ երբ որ իրար կողք ես տեսնում ես առաջինը որտեղից է եղել հայտարարությունը, որ երբ ենք մենք եկել այն համոզման որ այսինչ բանը պետք է արվի եւ երբ է դա օգտագործվել հակառակորդ երկրի կողմից դրա համար եմ ասում այս ոչինչ չենք կարող անել որպեսզի ինչ որ մի երկրի ինչ որ մի քաղաքացի կամ առաջնորդ ինչ որ հայտարարություն չանի մենք չենք կարող այդպես բանել ով ինչ հայտարարություն ուզում է անում է բայց մենք կարող ենք սեփական դատողություններն անել եւ չմանիպուլացվել ամենակարևորը բայց ինչու է այս մանիպուլյացիան անում ընդդիմությունը եւ փորձում հակառակորդ երկրի ցանկությունները այստեղ իրագործել ես դա չեմ հասկանում կարող եմ սեփական ենթադրություններն անել բայց սա վիրավորանք կձևակերպվի եւ միգուցե էլի դատական հայցեր ունենան եկեք ամփոփենք շատ կարճ Տիկին Հակոբյան Հովանավանքում էլի պատարակ է լինելու վարչապետը էլի մասնակցելու է այսինքն որ դեպքում հանրությունը ակնկալի որ այս արճակատումը կվերանա կողմերը կգան լուծման Այն դեպքում, երբ որ օդում կախված հարցերը ստանան պատասխաններ եւ դրանք լինեն այնքան վստահելի, որ մարդիկ ունենան կոնկրետ կարծիք եւ այդ հարցի պատասխան։ Իսկ որ բոլոր հավատացյալների մոտ կախված է հարցը, դա 100% է։ Ինչ վերաբերվում է Տեր Արամին, այլ հոգևորականների, որոնք այսօր տարբեր, հա, ինչ sense կարելի ասել սիստեմատիկ սկսել են խոսել խնդիրների մասին, այս հոգևորականները գիտենք, որ ենթարկվում են տարբեր բուլինգների, թույլ տվեք ասել, նրանք կամ կարգալույծ են լինում, ինչպես Տեր Արամը, կամ նրանց արտակցում են տարբեր այնպիսի վայրեր կամ այնպիսի իրավիճակ են ստեղծում նրանց համար, որովհետեւ նրանք չշարունակեն հոգևոր ծառայությունը, որովհետեւ այս բանը ղեկավար կազմը կաթողիկոսը իր մերձ բարեկամներով, որոնք նաև զավթել են այդ կարևոր պաշտոնները, եղբայրը, չգիտեմ, քրոջ որդի, եղբոր, չգիտեմ, ինչ sense ուզում եմ ասել փեսա դրա մասին տեղեկություն չունեմ Այս մարդիկ չեն ընդունում այլակարծություն կամ դու իրենց թույլ տվեք ասել կրոնը ընդունել ես եւ իրենց կարծիքին ես քաղաքական այդ հավակնություններն ունես այդ բարքերով ես ապրում եւ չես բարձրաձայնում տեսած խնդիրների մասին կամ դու իրենցից շատ հեռու ես այնքան հեռու որ իրենց հետ չառնչվես կամ հերու հոգևորական ոլորտից, որպեսզի առհասարակ իրենց հետ չառնչվես։ Այս մարդիկ ունեն նաև աջակցության կարիք եւ շատ նորմալ է հասարակության այն արձագանքը, որը կա օրինակ Տեր Արամի հետ կապված, որովհետեւ տեսնում են անարդարություն մարդիկ եւ այն մարդիկ, որոնք երբեւե չէին լսել Տեր Արամին,
առաջին անգամ գնացել են Հովանավանք եւ լսել են Տեր Արամին, այսինքն աջակցություն են հայտնել նրան նաեւ իրենց մասնակցությամբ, իրենց այնտեղ լինելով եւ ես չեմ բացառում, որ Կիրակի օրը ել ավելի շատ մարդ գնա, որովհետեւ սա շարունակվում է, հա, տարբեր հոգեվորականներ, բանի Կտրիշ Ներսյանի կրոնը ընդունած հոգեվորականներ իրենց թույլ են տալիս ավել պակաս խոսել Տեր Արամի մասին եւ բնականաբար առաջանում է ռեակցիա մարդկանց կողմից աջակցելու Տեր Արամին, հետեւաբար նաեւ անարդարության դեմ իրենց բողոքը ցույց տալու։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։